Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 15-րդ գլուխ Ասայի բարեգարկությունները։ Աստուծո հոգին Օվթեթի որդին Ազարիայի վրա եկավ եւ Ասայի արչեւ երթալով անոր ասավ. Ով Ասա եւ ամբողջ Հութա ու Բենյամին ինձի մտի գրեք։ Դերը ցեզի հետ է, երբ դուք անոր հետ ըլլաք։ Եթե զայն փնտրեք, զինք պիտի գտնեք, բայց եթե զայն լքեք, ինքալ ցեզ պիտի լքե։ Իսրայել երկար ժամանակ առանց ճշմարիտ Աստուծո, առանց սորվեցնող քահանայի եւ առանց օրենքի մնացած էր։ Բայց երբ իրենց դակնաբի մեջ Տիրոջ Իսրայելի Աստուծուն վերադարձան ու զայն փնտրեցին, զայն կդան։ Այդ ադենները ելլողին եւ մտնողին ապահովություն չկար, հաբա շատ խռովություններ կային երկիրներու բոլոր բնակիչներու միջև։ Ազգ ազգի հետ կգրվեր եւ քաղաք քաղաքի հետ, որովհետեւ Աստված ամեն տեսակ դակնաբով խուջաբի մատնաձեր զանոնք։ Ուստի հիմա ուժովցեք ու ծեր ցերկերը թող չթուլնան, արտարև ծեր աշխատանքը պիտի վարձատրվի։ Ասա այս խոսքերը եւ Օվթեթ մարգարեին մարգարեությունները լսելով ուժովցավ ու բղծությունները հերացուց Հութայի եւ Բենյամինի ամբողջ երկրեն ու Եփրեմի լեռնագողմեն իր գրաված քաղաքներեն։ Նաև վերագանքնեց Տիրոջ դաջարին ներքնակավիտին արչև եղող Տիրոջ զոհասեղանը։ Ամբողջ Հութան եւ Բենյամինը հավաքեց նաև Եփրեմեն, Մանասեեն ու Շմավոնեն անոնցքով գտնվող բանտուխները։ Արտարև շատ իսրայելացիներ անոր գոմ անցան, դեսնելով թե դերը անոր Աստվածը իր հետ է։ Անոնք Ասայի թագավորության 15-րդ տարվան 3-րդ ամիսը Երուսաղեմի մեջ հավաքվեցան։ Այդ օրը իրենց բերած ավարեն Տիրոջ զոհեցին 700 արջար եւ 7000 ոչխար։ Նաեւ ուխտեցին, որ դերը իրենց հայրերուն Աստվածը իրենց ամբողջ սիրտով եւ իրենց ամբողջ անձով փնտրեն։ Ով որ դերը Իսրայելի Աստվածը չփնտրեր, պիտի մերծվեր, բզդիգը լար թե մեծ, այլ մարդ ըլլար թեգին։ Տիրոջ երթումըրին բարձր ցայնով եւ ուրախության քոչինով, փողերով ու շեփորներով։ Ամբողջ Հութան այդ երթումին համար ուրախացավ։ Արտարև իրենց ամբողջ սիրտով երթումըրին եւ իրենց ամբողջ կամքով զայն փնտրելով զինք կդան։ Դերնալ զանոնք շրջագայքին մեջ հանգստացուց։ Ասա թագավորը նույնիսկ իր մայրը Մաական մայր Թակուհութենե պաշտոնազրկեց, որովհետև ան Աստարովթի գուրք շիներ էր։ Ասա անոր գուրքը գոդրդեց եւ մանրեց եւ Գետրոնի ծորին մեջ այրեց։ Բայց բարձր դեղերը Իսրայելեն չհանվեցան։ Սակայն Ասայի սիրտը իր կյանքին բոլոր օրերու մեջ գադարյալ էր։ Իր հոր սուրբ բաները եւ իր սուրբ բաները արձատը ոսկին ու արարգաները Աստուծո դունը դարավ։ Մինչև Ասայի թագավորության 35-րդ տարին բادرազմ չեղավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։